Որոշում կայացրեցիք վերցնել մանդատները, մտնել խորհրդարանում պայքարը շարունակել խորհրդարանական գործիքակազմերով, այսպես ասեմ, եւ շատ կարեւոր հայտարարություն էր Նարեկ Կարապետյանի հայտարարությունը, որ դա պիտի զուգահեռվի նաեւ փողոցի հետ պայքարով։ Մենք տեսնում ենք, թե ՔՊ-ի մերձ շրջանակները տարբեր հարթակներում, այդ թվում նաև հանրային հեռուստատեսությամբ, ինչպես են այսպես քննադատում մանդատները վերցնելու ձեր քայլը, եւ երեք էլ ես լսում էի նախորդին հարց է հնչեցվում հենց հանրայինի նաև եթերում, լավ, եթե դուք լեգիտիմ չեք ճանաչել այս ընտրությունների արդյունքները, բա ինչ եք մտնում խորհրդարան, օրինակ այսպեսի հարց էր հնչեցվում եւ փորձ է արվում այսպես վարկաբեկել, հա, ժողովրդի աչքում վարկաբեկել առաջատար ընդդիմադիր ուժին, թե տեսեք լեգիտիմ չեն ճանաչում, բայց գնում են այնտեղ աշխատելու։ Կարծիքանք եք սրան։ Ուղղադարձ հարց։ Նիկոլ Փաշինյանը անձամբ հայտարարել էր, որ ընդդիմության ձայն տվողներից բոլորը, հետագայում մի քիչ փոխեց 100% էր ասում, հետո փոխեց մի քիչ ոնց որ իր խորհրդատուները ասեցին 100%-ը մի քիչ լավ չի, բեր մի քիչ իջացրու եւ հայտարարեց, որ 70%-ը ձայնը տվել է ընտրակաշառքով։ Եթե այդպես է, ապա ինչու նա չի սա լրջագույն ընտրական խախտում է, եթե այդպես է, ապա ինչու քաղաքացիական պայմանագիրը չի դիմում կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու համար։ Ինչու հակադարձ հարց են տալիս։ Եթե ասում են, որ այդպես է, եւ եթե այդպիսի ընդդիմությունը կարողանում է մտնել ազգային ժողով, ապա չի նշանակում, որ նրանք են իշխանությունները լեգիտիմացնում են ընդդիմությանը։ Հակառակ տեսակետից մոտենանք, եթե այդպես իրանք մեզ մեղադրում են ոչ լեգիտիմ լինելու մեջ եւ ինչու ենք մենք մանդատները վերցնում, գիտեք, սա կեղծ օրակարգ է մանդատ վերցնել, չվերցնելը։ Ես կարծում եմ, ու մենք մեր դիրքորոշման մեջ կարևորագույն հանգամանքն այն է, թե որտեղ ենք մենք կարողանալու ավելի ուժեղ օրակարգ թելադրել։ Անկախ նրանից դու մանդատ վերցնում ես, թե չէ։ Եթե մանդատ չենք վերցնում, ինչպես են կարողանում աշխատել Նիկոլի դեմ պայքարում, ինչպես են իսկ դրա գործիքակազմ օրակարգ թելադրելն է, եւ եթե վերցնում ենք մանդատը, ինչ են կարողանում անել, որ օրակարգը թելադրենք։ Այսինքն նպատակի մասին պետք է խոսենք մենք։ Տեսեք, ինչ է ստացվում փաստացի։ Նիկոլ Փաշինյանը գողանում է մարդկանց քվեները, 60,000 մարդու քվե գողանում է, իսկ այսօր Հայաստանի ներքաղաքական դաշտում մենք քննարկում ենք ընդդիմությանը, քննադատում ենք ընդդիմությանը, ինչու է նա վերցնում մանդատը կամ չի վերցնում։ Սա է հենց Նիկոլի գործելավոճը, ինքը կատարում է մեծագույն հանցանքներ, բայց ժողովուրդը ոչ թե իրան է քննադատում դրա համար, անգամ ընդդիմությունը, այլ ընդդիմադիր տրամադրված, հա, մարդիկ, այլ քննարկում ու քննադատում է ընդդիմությանը, ու Նիկոլ Փաշինյանը մնում է ստվերում իր այդ ընտրախախտումներով, իր այդ բռնաճնշումներով։ Այս 8 տարիների ընթացքում են սրան ենք ականատես եղել։ Օրինակ, վերջերս նաև ընկերներից մոտ այդ գրառումը տեսա։ Փաստացի Նիկոլ Փաշինյանը որոշում է, որ օրինակ շատ դիպուկ օրինակ է, որ տրանսպորտի գինը պետք է բարձրանա, հետ է քաշվում, ու վեճը լինում է փաստացի, ով որ հանրային տրանսպորտից օգտվում է, օրինակ ես, վեճը լինում է ուղևորի եւ վարորդի միջեւ։ Մենք ինքներս ենք սկսում պառակտվել, վարորդը եւ ուղևորը, ով է գումարը վճարում, թե չէ, ընդդիմության մեջ մանդատ վերցնողը եւ չվերցնողը, էլի Նիկոլը դառնում է կողքից։ Եվ հենց այս մեխանիզմներն են նրանք օգտագործել այս 8 տարիների ընթացքում, որ կարողացել են մնալ, որ մենք անընդհատ, ասենք, ատոմային չափի մենք պառակտվել ենք, ատոմային չափի, արդեն պառակտվելու տեղ էլ չունենք, այնքան ենք պառակտվել։ Հետևաբար այս կեղծ թեզը մանդատ վերցնել, չվերցնել մեզ համար առհասարակ չունի, մենք ունենք հստակ օրակարգ Նիկոլին իշխանությունից հեռացնելու, եւ այստեղ ազգային ժողովը մեզ համար տալիս այն գործիքակազմը, որը որ մենք ամբողջովին օգտագործելու ենք։ Եվ ամենևին է դա չի նշանակում, որ այլ գործընթացները իրար հակասող են։ Բոլոր օրենքով նախատեսված մեզ տրվող գործիքակազմերը մենք օգտագործելու ենք, մեկը մյուսին փոխլրացնելով։